Պարոն Մելքումյան, ինձ էլ են այդ մարդիկ նման խնդիրներով դիմել, տեսեք, սկսած եղանակային խոչընդոտից, այդ մարդկանց ծախսերը անդադ ավելան, օրինակ, գիտեք, վերին Լարսը պարբերաբար փակվելու հատկություն ունի, արդեն բնության ու աշխարհագրության կանոններով, բայց այդ մարդիկ, որ այնտեղ մնում են, վնասներ են կրում իրանց հաշվին եւ այլն, փոխվել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում կեցության հետ կապված իշոր օրենսդրություն։ Այո, Ինչի ավելի խստացումներ են գնացել։ տարբեր խստացումներ, տարբեր վճարներ կան։ Բայց այստեղ Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ մոտեցումների բացակայության հետևանք է։ Ես համոզված եմ, որ եթե Հայաստանի կառավարությունը, էկոնոմիկայի մինիստրությունը, մյուսները բանը օպերատիվ այս խնդիրները ռուս գործընկերների հետ քննարկեին, այս խնդիրների չասեմ ամբողջ ծավալը, բայց գալի մասը լուծվող էր։ Բայց քննարկում չկա, post factum արձագանքում են, ասում է խոշոր տնտեսվարողի ու այլ պետության վեճ է, թող լուծեն, բայց եղավ։ Այսինքն ես չեմ ասում ընդհանրապես խոշոր պետության պրոտեկցիոնիզմանի եւ լոբիզմով զբաղվի, բայց կամ ասենք բանը, դուք շատ լավ գիտեք այդ գինու կոնյակի հետ կապված խնդիրները Վրաստանում։ Սրանք հարցեր են, որ եթե չես լուծում, էլի գալիս են կապում են գյուղատնտեսության հետ։